2026 թվականի հունիսի 29-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար հրդեհը դարձավ հերթական դեպքը, որը մեծ ուշադրություն գրավեց հանրության և իրավապահ մարմինների կողմից։ Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական հատվածում վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական խմբեր, որոնք արագ արձագանքելով մարել են կրակը։ Սակայն մեքենայի սրահում հայտնաբերվել են 4 անձանց մարմիններ արդեն մահացած վիճակում։ Պաշտոնական տվյալներով դեպքը գրանցվել է ժամը 04:50-ի սահմաններում, հրդեհված մեքենան եղել է Nissan Rouge Magnish-ի։ Դեպքի հանգամանքները սկզբնական փուլում բազմաթիվ հարցեր են առաջացրել, կապված հրդեհի առաջացման պատճառների, ինչպես նաև այն, թե ինչ հանգամանքներում են քաղաքացիները հայտնվել մեքենայում այդ ժամին։ Համայնքային ներկայացուցիչների և ԵԿՄ անդամների փոխանցմամբ զոհված 4 քաղաքացիները երկար տարիներ եղել են Երկրապահ կամավորական միության անդամներ և մասնակցել են տարբեր տարիների ռազմական գործողություններին։ Նրանց բնութագրում են որպես փորձառու կամավորներ, ովքեր երկար տարիներ կապ են ունեցել ԵԿՄ կոտայքի բաժանմունքի հետ և ակտիվ մասնակցություն են ունեցել կազմակերպության աշխատանքներին։ Հայտնի է, որ նրանք պատրաստվում էին մեկնել Կապան՝ այցելելու իրենց ընկերներին։ Ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհը ընտրել էին գիշերային ժամերին՝ երթևեկության ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով։ Մեքենայի վարորդը եղել է Լյով անունով տղամարդ, ով ըստ տվյալների մեքենան ձեռք էր բերել վերջերս մոտ 1 ամիս առաջ։ Ուղևորների թվում եղել են տարբեր տարիքի քաղաքացիներ, ընտանիքներով և անձնական պատմությամբ, ովքեր տարիներ շարունակ կապ են ունեցել կամավորական գործունեության հետ։ Դեպքի առթիվ իրավապահ մարմինները հարուցել են քրեական վարույթ, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման և օգտագործման կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով։ Նախնական փուլում քննիչները ուսումնասիրում են մի քանի հնարավոր վարկածներ կապված մեքենայի հրդեհի առաջացման պատճառների հետ։ Քննության շրջանում նշանակվել են փորձաքննություններ պարզելու, արդյոք հրդեհը կարող էր առաջանալ տեխնիկական անսարքության հետևանքով, թե այլ արտաքին գործոնների ազդեցությամբ։ Միաժամանակ ուսումնասիրվում են նաև ճանապարհի տվյալ հատվածի տեսահսկման համակարգերը, ինչպես նաև մեքենայի տեխնիկական վիճակը նախքան դեպքը։ Նման դեպքերում քննությունը սովորաբար կենտրոնանում է ոչ միայն անմիջական հրդեհի պատճառների վրա, այլ նաև ամբողջ ճանապարհային իրավիճակի վրա, սկսած մեքենայի շարժից մինչև վերջին կանգառը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև այն հանգամանքին, թե արդյոք եղել է վթար, բախում կամ որևէ այլ մեխանիկական ազդեցություն, որը կարող էր հանգեցնել հրդեհի բռնկման։ Քննիչները նաև փորձում են վերականգնել դեպքի ամբողջ ժամանակագրությունը հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել կրիտիկական րոպեներին։